Հավատացողին փաստեր պետք չեն։ Չհավատացողին էլ փաստերը բավարար չեն։ Որքան էլ ապացույցներ բերես, միևնույնն ասում են, իսկ այս բանը ինչպես, մյուս բանը ինչպես։ Մի որոշակի մասսայի մոտ խնդրո առարկան ուղղակի Աստծո գոյությունն է։ Աստված չկա եւ սատանան խաբել է։ Սա է կյանքը, կեր խմի քեֆարա, ինչ շարունակ եւ աշխարհ ինչ կլինի, խալի կլինի քո ոտքերի տակ։ Եվ նմանների համար Աստված ասում է, իրենց ստամոքսը իրենց Աստվածն է։ Այսինքն մի մասա կա, որ ծնվել են ուտելու համար։ Կյանքը դա է իրենց համար։ Միայն ստամոքսները կուշտ լինի, ամեն բան լավ է։ Հեշտ է այդպես, որովհետև որևէ մեկին իրենք հաշվետու չեն իրենց մեղքերի համար, բայց ինչպես Աստծո խոսքն է ասում Եբրայեցիս 2:15 համար, որ սատանան մահվան վախով ստրկացրել է մարդկանց։ Պիտի մեռնես, եւ սա է միակ կյանքը։ Հետևաբար, կեր խմի, ուրախ եղիր։ Ինչպես Սուրբ գրային շատ գրություններ այդպես կա, չէ՞։ Եվ Աստված ասում է անմիտ։ Այսօր Աստված քո հոգիդ պիտի վերցնի այդ ամենը ում պիտի մնա։ Այդպիսիների համար Աստծո խոսքը ասում է Սաղմոս 14:1, Սաղմոս 53:1, անզգամը իր մտքի սրտի մեջ ասավ, որ Աստված չկա։ Ոմանց համար Աստված կա, բայց այն տիեզերական ուժ է, cosmic force, կամ միջուկային ուժ է, կամ էլեկտրական ուժ է, որ մեկը անգիտակից ուժը իրենք առաջացել են որտեղից, եթե սկզբնաղբյուրը չկա, ամեն ցնորություններ, իրենք առաջացել են կապիկից, հազարավոր էոնների ընթացքում զարգացում դարձել են մարդ, բայց ներկայիս կապիկներից որևէ մեկը մարդ չի դառնում, կարպիկ ծնվում են, կապիկ էլ սատկում գնում են, իսկ աշխարհը իրենց համար առաջացել է Big Bang-ից, մի խոսք է, ասում են եւ վերջ, խղճալիներ, բայց ցավոք սրտի այդպիսիները գոնե լռեն եւ ցույց չտան, որ իրենք իմաստուն են ամեն բան գիտեն։ Տեսեք Աստված ինչ է ասում նրանց մասին, Հռոմեացիների 1:18 համարից սկսած կարդանք։ Քանզի Աստծո բարկությունը երկնքից կհայտնվի մարդկանց բոլոր անբարշտության եւ անիրավության վրա, որոնք ճշմարտությունը անիրավությամբ են բռնել։ Այսինքն իրենք ճշմարտություն ունեն, բայց Աստծո ճշմարտությունը սուտ են հանում։ Վասնզի ինչ որ Աստծո մասին պետք է գիտենալ, իրենց մեջ հայտնի է, որովհետև Աստված նրանց հայտնեց, ինչպես Ժողովող 3:11 համար։ Աստված սկզբից ամեն բան վայելուչ արեց, եւ մարդու մտքի ու սրտի մեջ հավիտենականությունը ճանաչելու փափագը դրեց, ովքեր որ այդ փափագը գործածում են, Աստված նրանց հայտնվում է իր խոսքի միջոցով, այլ կերպերով, բայց ովքեր որ այդ փափագը արդեն սառեցրել են, մերցրել են, այդ վիճակի մեջ են մնում են։ Քանզի աներևույթ բաները աշխարհի սկզբից ստեղծվածքներով կիմացվին, այս հրաշալի երկիր մոլորակը, որ անշուշտ մեղքից հետո անեծքի տակ է, բայց նորից տեսնում ենք Աստծո ստեղծագործությունը եւ զմայլվում ենք։ Եթե կա ստեղծագործություն, կա նաեւ ստեղծիչ, այսինքն իր մշտնջանավոր զորություն եւ աստվածությունը, որպիսի անպատասխանի մնա, թեև իրենք Աստծուն կճանաչեին, բայց Աստծո պես չփառավորեցին, շնորհակալ չեղան, հապա իրենց խորհուրդների մեջ ունայնացան, սրտերին անմտությունով խավարեցավ, իրենք իմաստուն են ասեցին ու հիմարացան։ Եվ անեղծ Աստծո փառքը փոխեցին նմանեցնելով եղծանելի մարդու եւ թրջունների եւ չոր կոտանիների եւ սողունների պատկերին։ Նրա համար էլ Աստված պղծության մատնեց զանոնք իրենց սրտերի ցանկություններով, իրենց մարմինները իրենց մեջ անարգելու։
որոնք Աստծո ճշմարտությունը ստի հետ փոխեցին եւ երկրպագություն եւ պաշտոն մատուցանեցին ստեղծվածներին, քան թե ստեղծողին, որ հավիտյան օրհնյալ է, ամեն։ Դեպքեր են պատահել, որ լուրջ եւ միաժամանակ շատ պահանջող դեմքով հարցրել են. իսկ Աստծուն ով է ստեղծել։ Այդպես աչքը կիսակկոց վիճակում եւ բերանը ծռված իրենից շատ գոհ, սպասելով, որ կմկմալով հիմա պիտի ասես չգիտեմ, բայց սխալվում եք, մենք գիտենք ճշմարտությունը։ Միակ անձը, որ ինքնագոհ է, ինք իրեն գոյություն ունի։ Միակ անձը, որ ինքնաբավ է, self-sufficient, որ ամեն բանից առաջ էր, որ ստեղծիչն է ամեն տեսանելի եւ անտեսանելի բաների, եւ Աստծո բնութագիրը, քարակտերիստիկը, ի բնե հավիտենական էություն, անցին եւ անսահման, այսինքն չափելի, կատարյալ եւ անփոփոխ, զորության, իմաստության, գիտության, ամենուրեք լինելու, արդարության, սրբության, ճշմարտության, բարության, ողորմության եւ բոլոր աստվածային առաքինություններն ու սքանչելիքները։ Աստծո համար սահմանված է էտարը։ Ինչ է նշանակում։ Միշտ ներկա, միշտ ամենուրեք, միշտ գոհ։ Աստված արարիչն է ամբողջ տիեզերքի, մոլորակներ, աստղեր, երկիր եւ ինչ որ նրա մեջ կա, բնությունը, կենթանական աշխարհը եւ ամեն ինչի զարդը եղող իր պատկերի եւ իր նմանության պես ստեղծված մարդ արարածը։ Ուրեմն սկզբնակետը, starting point-ը որտեղից է, Աստծո խոսքից, ծննդոց առաջի գլուխ եւ առաջի համար։ Սկզբից երբ էր այդ սկիզբը, դեռ ոչինչ չկար։ Աստված ստեղծեց երկինքը ու երկիրը։ Երբ էր անցյալ հավիտենականության մեջ, ժամանակ գոյություն չունի։ Ինչ է ասում գիտությունը, հատկապես տիեզերագիտությունը, որ ամեն ինչ ստեղծվել է մեծ պայթյունով, Big Bang, եւ այն տեղի ունեցել 13 միլիարդ 800 միլիոն տարի առաջ։ Դե լեզվի մեջ ոսկոր չկա, ինչ թիվ ասես կասեմ։ Ով չափեց, ով իմացավ, կամ ինչպես հաշվեցին։ Պայթյունից հետո իբրև թե տիեզերքը սառել է։ Ձևավորվել են տարական մասնիկներ, իրենք ձևավորվեցին, ապա ատոմները, աստղերը, գալակտիկաները իրար հետևից այդպես ինքնաբերաբար ստեղծվեցին սուտը ստի վրա։ Ինչ ասում Աստծո խոսքը, որ Աստված 6 օրվա մեջ ամեն բան ամբողջացրեց եւ իր հանգիստը մտավ։ Ծովի ձկները, ցամաքի գազանները, երկնքի թռչունները, բուսական աշխարհը եւ ամենքի մեջ դրեց բազմանալու կոդը։ Աստված ասավ ու եղավ։ Ապացուցված է, որ երբ որ մենք խոսում ենք, էներգիա է դուրս գալիս։ Պատկերացրեք, Աստված է հրամայում։ Այդ էներգիայից է, որ ամեն բան մեջտեղ եղավ։ Մարդուն էլ երկրի հողից ստեղծեց, որ գիտությունը դրա պատասխանը չունի, նրա մեջ դնելով իր հոգին։ Այսինքն մարդ կենթանի անձ դարձավ, աստվածային հոգին իր մեջ ունենալով, եւ ինչպես է բացատրվում Աստծո պատկերի եւ նմանության պես լինելը, որ երյակ միությամբ ստեղծվեց մարդը, հոգի, անձ եւ մարմին։ Այսինքն ինքնություն տվեց մարդուն, որ անասունից շատ բարձր է, յուրահատուկ ստեղծագործություն է մարդ արարածը։ Մարդու DNA-ը, ամեն մեկ մարդու DNA-ը տարբեր է,
միլիարդավոր մարդիկ կան աշխարհում, 8 միլիարդ եւ ավելի, եւ 100 միլիարդավորներ էլ մեզանից շատ առաջ ապրել են։ Ամեն մեկը առանձին յուրահատուկ DNA ունի։ Մատնահետքը ինչու են մարդու ինքնությունը վավերական դարձնելու համար մատնահետք վերցնում, որտեվ այդ մատնահետքը յուրահատուկ է, ուրիշ որևէ մեկը դրանից չունի։ Նաև աչքի բիբը ամեն մեկինը տարբեր է, կարող է երևակայել։ Ասում են, արձագանքը այդպես է, էլի, մի բան ասում եք։ Մի անգամ գար տեսնենք էլի այդ Աստծուն։ Եկավ ու չհավատացիք էլ, եկավ ու չհավատացիք։ Երանի նրանց, ովքեր որ չեն տեսել ու հավատում են։ Երանելի եք, սիրելի եղբայրներ եւ քույրեր։ Տեսանելի համեմատությունների միջոցով ապացուցենք Աստծո գոյությունը։ Այնպիսի փաստեր բերենք, որ այդ ապացույցը տրվի։ Մարդու ուղեղը նման է ընկույզի, brain similar to walnut։ Ընկույզի ծալված երկու կիսագնդից բաղկացած կառուցվածքը շատ նման է մարդու ուղեղին։ Ոչ միայն դա, բժշկագիտությամբ ապացուցված է, որ ընկույզը շատ օգտակար է ուղեղի գործունեության համար, հիշողության պահպանելու համար։ Վստահ մարդիկ պիտի լինեն, որ ասեն, դե դա համընկնել է, совпадение։ Իրապես պատահական եղավ այս բանը, ուրեմն անցնենք հաջորդին։ Սիրտը, մարդու սիրտը նման է լոլիկի։ Երբ լոլիկը կիսում ենք, ներսում երևում են խորշեր, որոնք նման են մարդու սրտի կառուցվածքին։ Լոլիկը իր մեջ պարունակում է վիտամինների տարբեր տեսակներ, վիտամին C, A, K, potassium, beta-carotene, արյան ճնշումն է կարգավորում, այսինքն ինչին որ նման է, դա էլ օգտակար է մարդու այդ օրգանին։ Ուրեմն նրանք ովքեր որ ասում են պատահականություն է, իրենց սկսենք մեկը մյուսի հետևից հիասթափեցնել։ Ոչ թե պատահականություն, coincidence, այլ փառահեղ ստեղծագործություն։ Երիկամները կարմիր լոբին, kidney beans, այս լոբիները ձևով շատ նման են մարդու երիկամներին եւ օգտակար են դրանց առողջության համար, անգլերենով kidney beans, իրենց սննդակարգում այս տեսակի լոբին շատ գործածում են մեքսիկացիները եւ ընդհանրապես իսպանախոսները, Աստծո ստեղծագործությամբ միայն կարելի է զբաղվել։ Եկեք կարդանք Սաղմոս 139-ի 13-14 համարները։ Դավիթ ասում է. «Վասնզի ով Տեր, դու ստեղծեցիր իմ երիկամունքներս, ու իմ մորս որովայնի մեջ դու ինձ ծածկեցիր, կգոհանամ քեզ մե, որ ահավոր ու զարմանալի կերպով ստեղծվեցի։ Քո գործերը զարմանալի են, ու իմ անձս աղեկ գիտե»։ Մենք էլ որպես հավատացյալներ աղեկ պիտի իմանանք, որ Տիրոջ գործերը ինչպիսին են։ Աչքերը եւ գազարը։ Կտրած գազարի մեջ երևացող գծերը ու շրջանները հիշեցնում են աչքի ծիածանաթաղանթն ու բիբը։ Էլի պատահականություն, մտածված ստեղծագործություն։ Հաջորդը, թոքերը եւ խաղողը։ Խաղողի ողկույզը նման է թոքերի ալվոլեններին, օթապարկիկներին։ Նման է թե չէ։ Բավական նման է։ Այս ամենի ետևում անսահման, անչափելի, աներևակայելի միտք կա։ Մեկը պատահական եղավ, երկուսը պատահական, տասնյակներ,
Անցնենք հաջորդին։ Արգանդը եւ ավոկադոն։ Ավոկադոյի տանձաձև տեսքը հիշեցնում է արգանդը եւ արգանդի վզիկը։ Եկեք կարդանք Սաղմոս 139-ի 15-16 համարները։ Իմ զորությունս չծածկվեցավ քեզ մե, երբ գաղտնուկ տեղը շինվեցա, որտեղ է այդ գաղտնուկ տեղը, իր մոր որովայնի մեջ։ Երկրի խորությունների մեջ ճարտարությամբ կազմվեցա, քո աչքերդ իմ անկատար կազմվածքս տեսան, ու անդամներուս բոլորը քու գրքիդ մեջ գրած էին, որոնք ժամանակին պիտի կազմվեին, եւ դեռ անոնցմե մեկը չկար, եւ դեռ ձևավորված չէր իր մոր որովայնի մեջ, Աստված գիտեր, թե ով է որ աշխարհ պիտի գա, եւ նրա մարմինի բոլոր անդամները պիտի կազմվեր life start with conception։ Հենց այդ բեղնավորումից արդեն մարդ կա առաջացած, այդ փոքրիկ, որ աշխարհը ցավոք սրտի ասում է այդ մսի գունդը, բայց այնտեղ բաբախող սիրտ կա, նրա մեջ դրված հոգի կա, մարդ է, որ պիտի զարգանա եւ աշխարհ պիտի գա։ Հաջորդը ոսկորները եւ նեխուր գիտեք ինչ է։ Անգլերենով celery, բայց այտենց խոսակցական անուն կա, չէ, ասում են քարաուս։ Սա գալիս է պարսկերեն քարպս բառից եւ գործածում են։ Ուրեմն նեխուրի ցողունները հիշեցնում են ոսկորների կառուցվածքը եւ հարուստ են սիլիցիումով եւ կալցիումով։ Ստամոքսը եւ կոճապղպեղը, stomach and ginger, նրա անկանոն ձևը կարող է հիշեցնել մարդու ստամոքսը եւ հայտնաբերված է, որ կոճապղպեղը 12 բուժիչ հատկություններ ունի, այսինքն բնական դեղ է հանդիսանում։ Այն տպավորությունը դուրս չկա, որ մենք սննդաբանների գործն ենք անում։ Մենք սրանով ապացուցում ենք Աստծո զորությունը, իր ստեղծագործ փառքը։ Այս կերպերով էլ է Աստված մարդկանց խոսում։ Ենթաստամոքսային գեղձ եւ քաղցր կարտոֆիլը, pancreas եւ sweet potato։ Նրա երկարավուն ձևը նման է ենթաստամոքսային գեղձին, որը օգնում է կարգավորել արյան շաքարը։ Եվ ինչ է հայտնաբերված, բժշկագիտության մեջ է սա, քաղցր կարտոֆիլի գործածությունը կանխարգելում է ստամոքսագեղձի քաղցկեղը։ Ոչ միայն ուրեմն արտաքինից են նման, այլ նաև ֆունկցիայով շատ օգտակար է։ Զվարանները եւ ձիթապտուղը նրանց փոքր օվալաձև տեսքը հիշեցնում է զվարանները։ Կուրծքը եւ ցիտրուսային մրգերը, գրեյփֆրուտ, նարինջ, այս կերպով նման են կանանց կրծքերին, եթե մեջտեղից դրանք կիսվում են։ Հաջորդը լյարդը եւ բազուկը։ Բազուկի մուգ կարմիր գույնը ու կառուցվածքը հիշեցնում են լյարդը։ Շատ կարևոր օրգան է սա, շատ զգայուն, sensitive օրգան է, արտադրում է լեղի, մասնակցում է ճարպերի եւ սպիտակուցների փոխանակությանը, բազուկը հրաշալի է լյարդին, պաշտպանիչ է, դիթոքս է անում, թունազրկում է։ Լյարդի համար հակացուցված է ոգելից խմիչքները, որ շատ հաճախ մարդիկ դրանք չարաշահում են եւ ինչպիսի հիվանդություններ են իրենց մոտ առաջ գալիս, այնպիսի վիճակի մեջ են հայտնվում, որ երբ որ մարդուն տեսնես, մնում է որ հարցնես, լյարդդ ոնց է, լյարդդ։ Ականջը եւ սունկը, կտրած սունկը հատկապես շիտակ է եւ ոստրես տեսակներ են, նման է մարդու ականջին։
Միայն զմայլվել կարելի է Աստծո ստեղծագործության վրա։ Այսքանից հետո մեկը կհամարձակվի ասել, որ պատահականություն է, համընկում է։ Նյարդերը եւ ժենշենը, nerves and ginseng, արմատի կառուցվածքը հիշեցնում է մարդու նյարդային վերջավորությունները եւ մարդու մարմինը նայեք ամբողջությամբ նյարդային այդ համակարգը մնում է ասենք ով Տեր ինչ մեծ ես դու ինչ սքանչելի ստեղծագործություն է սա ձեզ ներկայացվեց Աստծո ստեղծագործությունը ապացուցված բժշկա գիտությամբ Եթե այսքանից հետո մեկը ասի, որ Աստված չկա, իրենց համար չեղող Աստված, այսինքն գոյություն չունեցող Աստվածը, իրենց համար ասում է հետևյալը։ Երեմիա 10:14 համար, որ այդպիսիները գիտությունից զուրկ անասուններ են։ Աստված է ասում, մենք չենք ասում։ Բերում ենք Աստծո խոսքից։ Օվսիա 4:16 համար այդպիսիները կամակոր եւ ապստամբ երինջ են մատակ կովին այդպես են ասում Երեմիա 2:24 սա ավելի զորավոր է այդպիսիները վայրի էշ են ընտանի չէ ընտանին ենթարկվող է վայրին ենթարկվող չէ Սաղմոս 32:9 Ձյուպես ու ջորուպես մի եղեք, որոնք միտք չունեն, այսինքն բանականությունից զուրկ են, Աստված մարդուն ստեղծել է, մտածող, բանական էակ, մարդուն տվել է ձիրքը ստեղծագործելու, սարքելու, կառուցելու, մարդուն մեջ դրվել է իր ստեղծիչի հանդեպ պաշտամունքը, որ մարդիկ դա զանց են արել, Դրա համար մարդը համարվում է Աստծո ստեղծագործության գլուխ գործոցը, բայց չհավատացողների համար տեսեք Աստված ինչ է ասում։ Եթե այսքանը ոմանց խոնարհեցրեց, լավ է, փառք Աստծո, շարունակենք դեռևս նրանց համար հույս կա։ Բայց եթե չխոնարհեցրեց, Աստված շարունակում է այդպիսիների ստորացումը։ Աստծո պատկեր եւ նմանություն Տիտղոսը նրանցից ետ է վերցվում, թեև այդպես ստեղծվել են, բայց անհավատության պատճառով Աստված նրանց զրկում է դրանից։ Հոբ 11:12 համար Անմիտ մարդը մեծամիտ է, հպարտ, ու կնոջից ծնված մարդը վայրի էշի ձագի պես է։ Աստված է ասում Այսինքն, Աստված այդպիսիներին կողում է ցեխի մեջ, ու այնտեղից չի անում նրանց, բա մեղք չեք։ Ձեր խղճուկ վիճակը իր ստեղծագործությամբ Աստված շլացնում է եւ այնպիսի փաստեր է բերում, որ մարդը իրապես, ինչպես կարդացինք Հռոմեացիս թղթի մեջ, անպատասխանի մնա։ Սաղմոս 19:1 Երկինքը Աստծո փառքն է պատմում եւ երկնքի հաստատությունը նրա ձեռքերի գործերն են ցույց տալիս աստղերը մոլորակները այս սքանչելի բնությունը ամեն բան մարդուն բացահայտորեն ցույց է տալիս որ սրա յետևում ստեղծիչ կա Առակաց 3:19 ասում է Տերը իմաստությամբ հիմնադրեց երկիրը հանճարով հաստատեց երկինքը, նրա գիտությամբ անդունդները պատրվեցին և ամպերը ցող մաղեցին։ Այս ամենակարող, ամենագետ, կանխագետ, ամենուրեք եղող Աստվածը ստեղծեց ամեն բան, ծննդոց առաջի գլուխ առաջի համար, սկզբից Աստված երկինքը ու երկիրը ստեղծեց։ Սա 5 կտականի հենց առաջի համարն է։ Գալիս ենք նոր կտականի հենց առաջի համարը եւ հանդիպում ենք հետեւյալին։ Կարդանք Հովանու առաջի գլուխ առաջի համարից։
Սկզբեն էր բանը, Աստծո բանականությունը, Աստծո իմացականությունը, Աստծո ինտելիգենսը սկզբից էր այն ժամանակ, երբ որ երկինքը ու երկիրը ստեղծվեց։ Եվ Առակաց 8:30 համարի մեջ Հիսուս է խոսում ասելով. «Երբ որ հայրը երկրի հիմները կդներ, ես նրա մոտ ճարտարապետ էի»։ Այլ կերպ ասած, ամեն բան ինչ որ տեսնում ենք Հիսուսի նախագծումով է կատարվել։ Եվ նա Աստծո մոտ լինելով, այդ բանը իմացականությունը Աստված էր ինքը։ Նա սկզբից Աստծո մոտ էր։ Ամեն բան նրանով եղավ եւ առանց նրա բան չեղավ, ինչ որ եղավ։ Հիսուս Քրիստոս ստեղծիչ Աստված է։ Եվ Աստծո խոսքով մենք դնում ենք այդ կնիքը, պեչատը դրված է, Եհովայի անպիտան վկաներ։ Ուշքի եկեք, տնից տուն գնալով և մարդկանց մտքերը թունավորելով, դուք ձեզ ճանապարհ եք բացում դեպի դժոխք։ Ամեն բան Հիսուսով եղավ և առանց նրա բան չեղավ, ինչ որ եղավ։ Հիսուս Քրիստոս ստեղծիչ Աստված է։ Կյանքը նրանով էր եւ կյանքը մարդկանց լույսն էր եւ լույսը խավարի մեջ կլուսավորեր եւ մարդիկ նրան չճանաչեցին։ Բայց ովքեր որ ճանաչեցին, նրանց իշխանություն տրվեց Աստծո որդի կոչվելու։ Քանի որ մեղավոր մարդը չէր կարող Սուրբ Աստծուն տեսնել եւ ողջ մնալ, հետեւաբար Աստծո եւ մարդու մեջ մեղքի պատնեշը կար, անկարելություն էր, Սուրբ Աստված եւ մեղավոր մարդ, Հիսուս Քրիստոս իր մարմնով, խաչի վրա իր զոհով քանդեց այդ մեղքի պատնեշը եւ ովքեր որ հավատում են այդ պատնեշը նրանց համար այլևս գոյություն չունի։ Աստված մարմնով հայտնվեց։ Տիմոթեոսին գրած նամակ, առաջին նամակ 3:16 համար։ Եվ սա կոչվում է Աստվածպաշտության խորհուրդ կամ գաղտնիք։ Ուզում ես այդ գաղտնիքը իմանալ։ Գաղտնիքը հետևյալի մեջ է, որ Հիսուս Քրիստոս մարմնով հայտնված Աստված է, որ մարդկային հասարակության մեջ ապրեց։ Մեղավոր մարդու համար, քո եւ ինձ համար խաչը բարձացավ, մեր մեղքերի համար իր արյունով, իր կյանքով վճարեց, որպեսզի երբ որ նրան դու հավատաս, մեղքերը ջնջվի եւ դժոխք չգնաս, այլ հավիտենական կյանք ունենաս։ Եվ ովքեր որ Աստծուն փնտրում են, Աստծուն սիրում են, Աստված այս գաղտնիքը նրանց համար բացում է։ Այսինքն մի վարակույր կա, որ սատանան է այդ վարակույրը բերել եւ փակված է, բայց Հիսուս մեզ այդ վարակույրի ետևը տարավ եւ ճշմարտությունը հայտնեց։ Երբ որ խաչի վրա Հիսուս իր հոգին ավանդեց, ինչ տեղի ունեցավ, տաճարի վարակույրը ճեղքվեց։ Փոխանակ հասկանային, թե ինչ տեղի ունեցավ, վերցրեցին նորից այդ վարակույրը, կարկատեցին, փակեցին։ Ուրեմն մեկ ճշմարիտ Աստված կա ամբողջ տիեզերքում եւ հռչակում ենք նրա անունը Հիսուս Քրիստոս, որ ներկայացնում է երրորդությանը Հորը եւ Սուրբ Հոգու հետ միասին։ Հովհաննես առաքյալը իր առաջին թարական թուղթը հետեւյալ կերպ է ավարտում։ Առաջին թարական թուղթ 5-րդ գլուխ եւ 20 համար։ Նա է ճշմարիտ Աստվածը եւ հավիտենական կյանքը։ Եվ երանելի են բոլոր նրանք, ովքեր այս ճշմարտությունը հասկացել են եւ ընդունել են, եւ Հիսուս իրենց Աստվածն է, Տերն է, Փրկիչն է, Հիսուսն է, ամեն բանի մեջ երանելի են այդպիսիները։ 2006 թվականին նշանավոր դեպք է տեղի ունեցել Իսրայելում մի ռաբի, որ համարվել է բոլոր ժամանակների ամենանշանավոր ռաբին, Յեցցակ Քադուրին,
Այս մարդը մահացավ 2006 թվականին, ումից նախագահները եւ վարչապետները խորհուրդներ էին հարցնում որպես Աստծուց եկած իմաստուն մի անձնավորության 108 տարեկանում է մահացել եւ իր մահվան ժամանակ 200,000 մարդ ներկա է գտնվել հեղեղին նման այսպես ում համարել են օրենքի գիտության առյուծը the line of the God's law իդեպ քրիստոնյաների դեմ բավական մեծ հալածանքներ է ինքը արել Պողոս Սարաքյալի համար ինչ է գրված ինքը վկայեց Աստծո համար ինքը նախանձավոր էր բայց չիմանալով կարծում էր որ երբ որ քրիստոնյաներին ինքը հալածում է Աստծո առջև մի հաճելի գործ է անում ուրեմն իր ետևից մի ծրար է թողնում մահվանից մի քանի օր առաջ եւ պատվիրում է որ մահվանից 1 տարի հետո կբացեք այդ ծրարը հին ուխտի բացառիկ իմացություն է ունեցել 8 տարեկանից ամեն անգամ գնացել է տաճար 100 տարի շարունակաբար միայն ու միայն Աստծո հետ համարվում է թիվ 1 ռաբին բոլոր ժամանակների ում խոսքը ընդունում էին որպես բացառապես Աստծուց ստացած խոսք համարում են այս մարդը աստվածային գիտությամբ այդքան լեցուն է Սակայն 2005 թվականին իր attitude-ը վերաբերմունքը բավական փոխվում է բավական լրակյաց է դառնում ավելի մտածող եւ խորող Yom Kippur լսել եք Day of Atonement ամեն տարի քավության օր կա այդ օրը ինք իր աշակերտներին ասում է որ Մեսիան է ինձ հայտնվել այս անձնավորությունը ջերմագին ձևով սպասում էր Տիրոջ գալստին եւ երբ որ աշակերտները ասում են ով է Մեսիան ասա մեզ ասում է հիմա ես չեմ կարող ձեզ ասել այն ծրարը ես պիտի փակեմ եւ կնքեմ այդ ծրարի մեջ պիտի լինի մահանում է 2006 թվականին 2007 թվականին իր ասացի պես ծրարը բացում են եւ ընտանիքի անդամները մտածում են որ աստվածային ինչպիսի հրաշալի օրհնություններ պիտի շարադրած լինի իրենց ընտանիքը օրհնելու համար սակայն այնտեղ գտնում են ընդամենը 1 բառ 1 անուն Եվ այդ անունն է Yeshua Հիսուս մեկը որ պայքարում էր քրիստոնեության դեմ այդ է թողել միայն այդ ծրարի մեջ լուրը պայթեցնում է ամբողջ լրատվական դաշտը դե սենսացիաներ պետք են չէ լրատվամիջոցներին հոգևոր դաշտը բոլորը իրար են խառնվում սակայն իշխանությունը լրացնում է լրատվամիջոցներին, որ այդ լուրը վտանգավոր է, այսինքն երկրի անվտանգությանը սպառնում է, պատկերացրեք, բոլոր ժամանակների համար 1 ռաբին հայտարարում է, որ Հիսուսն է Մեսիան, դա նշանակում է ամբողջ Իսրայելում պիտի դա որպես Աստծուց եկած պատգամ պիտի ընդունեին, եւ ինչ պիտի տեղի ունենար, դա տեղի չունենալու համար սկսում են հալածանքներ ընտանիքի անդամներին մեղադրում են որ դուք հորինել եք այս պատմությունը որ ձեզ վճարել են դուք կաշառվել եք ուրիշ ռաբիներ ավելի ցածր ռանկ ունեցող տարածում են որ Եցակ Կադուրին դե շատ ծեր մարդ էր իր մտային անկումներ ուներ նման մի բան գրել է ուշադրություն մի դարձրեք դրան Բայց այսքանով հանդերձ իր աշակերտները, ովքեր տարիներ աշակերտներ էին իրեն, եւ շատ լավ էին ճանաչում նրան, եւ գիտեին ինչ գիտելիքների տեր է ինքը, վստահելով,
սկսում են ակտիվորեն սերտել նոր կտակարանը եւ ով որ փնտրի պիտի գտնի եթե մեծագույն ռաբին ասել է որ Մեսիան Հիսուսն է այդ աշկերով եւ այդ մտայնությամբ սկսում են կարդալ նոր կտականը եւ իրենց բացվում է այս ճշմարտությունը ոչ միայն իրենք էլ իրենց աշակերտներին սկսում են ներկայացնել Հիսուսը որպես Մեսիան ուրեմն այս կերպով Աստծո գործելակերպը շատ տարբեր է մեկը որ կատաղիորեն քրիստոնեության դեմ պայքարում էր նա ի վերջո հայտարարեց որ Հիսուսն է Մեսիան այսինքն մեկը որին սպասում են դարեր շարունակ նրա անունը Հիսուս է անշուշտ մեզ համար արդեն 2000 տարի է որ Հիսուս աշխարհ է եկել բայց իրենց ազգի մեջ նոր է այս բանը մեսիանիկ հրեաներ կան ովքեր շատ ջանասիրությամբ քրիստոնեություն են տարածում որովհետև հասկացել են ով է Հիսուսը Պետրոս Առաքյալը Պենտեկոստե օրը այպանեց այդ ամբողջ հավաքված ժողովրդին ասելով ձեր հայրերը մարգարեներին սպանեցին եւ դուք էլ Հիսուսին խաչեցիք այդ նույն կերպով շատերին այս ճշմարտությունը բացվել է Աստծո մեծագույն գործը մարդու փրկությունն է որպեսզի ամեն մարդ Հիսուսին որպես իր Տերը եւ Փրկիչը ընդունի Աստված շատ երկայնամիտ է Աստված չի ուզում որևէ մեկի կորուստը այլ որ բոլորը ապաշխարեն եւ հավիտենական կյանք ունենան եւ շատ ձևերով ու շատ կերպերով Աստված խոսում է այո մենք հավատում ենք որ այլակրոն երկրներում Աստված նաև ուրիշ կերպեր է գործածում որովհետև այնտեղ չկա սուրբ գիրք եկեղեցի չկա քարոզող չկա հետևաբար երազներով եւ տեսիլքներով եւս Աստված գործում է թեև ունենալով այս ամենը մենք հաստատված ենք վստահաբար Աստծո խոսքի վրա բայց նաև Աստված այլ կերպերով գործում է այլակրոն երկրներում ինչպես նաև բուն Իսրայելում ամեն մարդ որ ազգությունից էլ լինի ինչ մաշկի գույն էլ ունենա պետքություն ունի Հիսուս Քրիստոսին եւ Աստծո մոտ աչառություն չկա Հիսուսի մոտ ջերմակ սև մոխրագույն արու էկ տեր կամ ծառա թակավոր ռամիկ չկա Աստծո մոտ ամեն մարդ հավասար է Աստված ցանկացած մեկի փրկությունն է ուզում մնում է որ մարդիկ իրենք արձագանքեն այդ փրկությանը Աստված ոսկյա սկուտեղի վրա մարդկանց փրկություն է առաջարկում ովքեր որ նրան ընդունեցին նրանց իշխանություն է տալիս Աստծո որդի կոչվելու մենք փառք ենք տալիս սրա համար մեր Տիրոջը որ մեզ բացվեց այս ճշմարտությունը մենք իրապես գտանք այս կյանքի երջանկությունը մենք մեր մտքերի ու սրտերի մեջ աստվածային խաղաղություն ունեցանք եւ Աստված մեր սրտի մեջ դրեց մի ուրախություն որ որևէ մեկ այդ ուրախությունը մեզնից չի կարող վերցնել ճաշակեցեք եւ տեսեք թե որքան քաղցր է Տեր Հիսուս Քրիստոս ով հայ ժողովուրդ իրապես ճաշակեցեք չլինենք միայն անունով քրիստոնյաներ այլ էությամբ մեր սրտի փոխվելով դառնանք քրիստոնյա թույլ տանք Տիրոջը որ մեր մեջ փոքրիկ գործողություն կատարի մեր մեջ նոր սիրտ տնի մեզ կնքի Սուրբ Հոգիով հավիտենական կյանքի համար դրա համար ինչ է պետք անել Աստված չի ասում ինձ համար գնացեք այսքան գործ արեք այս արեք ոչ մի բան բարի գործերը մարդկանց չեն փրկում բարերա լինելը չի փրկում թեև դրանք շատ լավ բաներ են բայց երբ որ դրանք կատարվեն Հիսուսի անունով Աստված մեծապես դրա համար պիտի վարձատրի
մեկ բան կա՝ հավատալ։ Հավատալ նշանակում է քայլ անել։ Հավատալ նշանակում է սիրտը խոնարհեցնել Աստծո առջև։ Հավատալ նշանակում է Աստծուն խոստովանել մեղավոր լինելդ եւ խնդրել, որպեսզի Տերը քո մեղքերը ների։ Եվ Աստծո խոսքը ասում է. եթե ձեր մեղքերը խոստովանեք, հավատարիմ եւ արդար է Տեր Հիսուս Քրիստոս, որ ձեր բոլոր մեղքերը իր արյունով պիտի մաքրի եւ սրբի եւ այլևս չի հիշելու պայմանով։ Եվ այդ ամենը, ասում է, ծովի խորունկ տեղերը պիտի գնան, Աստված երբեք քո անցյալդ քո երեսով չպիտի տա։ Նոր էջից սկսեք ձեր կյանքը եւ աստվածային ուրախությունը պիտի վայելեք։ Տեր Հիսուս իր զավակներին ամուր բռնել է։ Մենք էլ պետք է, որ մեր Տիրոջը ամուր բռնենք եւ միաժամանակ նաեւ մեր գոտիները ամրացնենք եւ թույլ չտանք, որ այդ գոտիները թուլանան։ 11 տարեկան հավատացյալի բերանով ասված խոսք է սա։ Եբրայեցիս 12-րդ համար։ Հիսուսին նայենք, Հիսուսի վրա կենտրոնանանք, Հիսուսի խոսքին մտիկ անենք, Հիսուսի ճանապարհով գնանք, մեր հավատքի առաջնորդի եւ այդ հավատքը գործադրության մեջ դնողի։ Օրհնյալ է մեր Տերը, Տեր Հիսուս Քրիստոսը։ Ինքն է ամեն բանի ստեղծիչը եւ ամեն բանի մեջ ինքը պիտի փառավորվի։ Երեք այսօր եւ հավիտյան։ Այսօրվա նյութը եկեք ավարտենք Աստծո փառքը ներկայացնող մի քանի համարներով Հռոմեացիների գրքի մեջ։ Հռոմեացիների 11-րդ գլուխ 33 համարից։ Ով Աստծո մեծության եւ իմաստության եւ գիտության խորունկությունը, ինչպես անքննելի են իր դատաստանները եւ անզննելի են իր ճամփաները, վասնզի ով գիտցավ Տիրոջ միտքը, կամ ով անոր խորթակից եղավ, կամ ով նախապես անոր բան մտավ, որ փոխարենը իրեն տրվի, վասնզի ամեն բաները անկե անով եւ անոր համար են իրեն փառք հավիտյանս հավիտենից ամեն։ Աստված օրհնի խոսքը ձեզանից ամեն մեկին, Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը Աստծո ժողովրդի լինի, ամեն։